Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Սարգսյան, ըստ էության Հանրապետական կուսակցությունը առաջին անգամ է, որ չի մասնակցում ընտրություններին։ Այո, առաջին անգամ է, բայց պետք է ասեմ, որ 18 թվականին էլ ես առանձնապես հակված չեմ եղել մասնակցելու ընտրություններին, բայց գործադիր մարմնի անդամները ինձ համոզեցին։ 21 թվականին էլ ես կողմնակից չեմ եղել ընտրություններին մասնակցել, բայց ոչ միայն մեր ուժի, այլ ընդհանրապես ընդդիմադիր ուժերի կողմից մասնակցությանն եմ դեմ եղել, որտեղ ասել եմ, որ մենք գնալու ենք ընտրությունների, ցավոք սրտի Հայաստանի կառավարիչը հաղթելու է եւ միջազգային հանրությունը շատ տևական ժամանակ մեղադրելու է մեր ամբողջ ժողովրդին, ասելու են ձեր ժողովուրդն է ընտրել, ուրեմն գնացեք համակերպեք։ Այնպես որ առաջին անգամ չէ, որ մենք այսպես տատանվում ենք նոր որոշում կայացնում։ Պարոն Սարգսյան, այնուամենայնիվ Հայաստանը 10 տարի ղեկավարած Հանրապետականին ինչու չհաջողվեց 10 տարի ղեկավարած Հանրապետական կուսակցության նկատի ունեմ։ Հանրապետական կուսակցությունը մեր անկախության առաջին իսկ օրվանից մաս է կազմել իշխանությանը 2000 թվականից ամբողջովին սատարել է Հանրապետության նախագահին։ Ես մի քիչ երևի լավ չձևակերպեցի, հենց ձեր ղեկավարած դուք ձեր առաջնորդած Հանրապետական կուսակցությունը, որը 10 տարի իշխանություն էր երկրում, ինչու չհաջողվեց միավորվել ընդդիմադիր դաշտի, այսպես ասեմ, առաջատար դեմքերի հետ ընդդիմադիրների, խնդրում եմ մի քիչ ավելի մանրամասն ասել, արդյոք այս ամիսների ընթացքում բանակցություններ եղել են ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների առաջնորդների հետ եւ եթե եղել են, պարոն Սարգսյան, ի վերջո ինչն է խոչընդոտում միավորվելուն ու միասնաբար Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկելու համար։ Այդ ո՞րն է այդ գլխավոր խոչընդոտը, որ չի հաջողվում միավորվել եւ ձեր բանակցությունների մասին եթե եղել եք։ Պաշտոնական բանակցություններ չեն եղել, մեր կողմից մշտապես եղել են հրապարակային առաջարկություններ, բայց ինքներդ տեսակ համոզվեցիք, թե օրինակ գործող վարչապետին անվստահության հայտնելու process-ը ինչքան երկարաձգվեց, ինչպես եղավ մինչև հիմա ձգվում է, բայց կարծում եմ, որ նաև ընդդիմության մի մասն է, այսպես ասեմ, ուշադիր լսել իշխանություններին, համոզվել, որ մեր ժողովուրդը կատեգորիկ դեմ է նախկիններին, առաջին հերթին մեզ, միգուցե դրա համար իրանք խուսափել են գնալ պայքարի, կարող է իրենք այլ հաշվարկներ ունեն, կարող է իրենց թվում է, թե ընտրություններում կարող են հաղթել եւ այդ ճանապարհը իրանց համար ավելի նախընտրելի է, որտեղ ամենասահմանադրական եղանակը իհարկե ընտրություններով հաղթելն է, բայց ես կարծիք ունեմ, որ դա ճիշտ ճանապարհ չի, ինչպես իմ զեկույցում ասեցի, իմպիչմենտը որևէ պարագայում չի կարելի հակադրել ընտրություններին։ Եթե նույնիսկ մի շաբաթ առաջ հաջողվի անվստահությունը հայտնել, այդ նշանակում է միևնույն է բոլոր պարագաներում ամսի 7-ին պետք է ընտրություններ լինեն եւ այն ժամանակ այդ ընտրությունները կլինեն շատ ավելի արդար եւ գոնե նախընտրական փուլի այս բոլոր զեղծահարությունները չեն ազդի ընտրությունների արդյունքի վրա։ Պարոն Սարգսյան, ամեն դեպքում դուք ձեր այս մի հարցն էլ սիրելի գործընկերներ ու կավարտեմ, դուք ձեր ելույթի տեքստում նշեցիք, որ այսպես ուղիղ չկարողանամ մեջ բերել, որ դուք ձեր ցույց տվեցիք, որ ձեր սեփական ամբիցիաներից կուսակցությունը վեր է եւ ազգի շահերն է գնահատել ու չի առաջադրվում, իսկ հնարավոր է, որ Հանրապետականում իսկապես որ 10 տարի կառավարման փորձ ունեիք դուք, հաշվարկել եք եւ հասկացել եք, որ եթե մասնակցեք ընտրություններին, ուղղակի նվազագույն շեմն էլ չեք հաղթահարելու եւ ափսոս է այդ ռեսուրսը դնել ու մի խոսքով չհաղթել։
Ոչինչ Հարում եք ներողություն, որ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր դաշտը լավագույն միավորող տեխնացուն է, ինչպես ասել էր առաջին նախագահը, գուցե էլի չկարողացեմ վերջել։ Չէ, նորմալ ես հասկացած ես, ուզում եմ ասել, ոչինչ չի կարելի բացառել եւ մենք երբ որ քննարկում էինք, բազում տարբերակներ կային, այո, որ մեզ կարող էին խոչընդոտել, ընդհանուր միջև մարդկանց խափամամիջոց փոխվել, ովքեր ցուցակում կլինեն, ովքեր առաջին շարքերում կլինեն, բայց բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, իսկ ես խոսում եմ այն ուսումնասիրությունների մասին, որը մեզ հնարավորություն տվեց մինչև 21 թվականի ընտրությունները հայտարարել թող ինչքան քվե է տանելու, մեզ հնարավորություն տվեց կանխատեսելու Գյումրիի եւ Էջմիածնի ընտրությունները, այսինքն հավաստի եւ եթե չեմ սխալվում նախորդ շաբաթ ընտրությունների արդյունքները այսպես ասեմ, ոնց ասենք, պրեզենտացիա արվեց մեր կուսակցությունում եւ բոլորը տեսան, թե մենք նախորդ շաբաթ ինչ հնարավորություն ունենք, ինչ ռեյտինգ ունենք եւ դա մեզ թույլ էր տալիս շատ չասեմ տենց քայլելով։ Այո։ Չէ, ոչ։ Մենք անհատներով չենք ռեյտինգ արել, Հայաստան դաշինքի սատարումը, Հայաստան դաշինքի վարկանիշը մեզնից բարձր էր։ Եթե մեր վարկանիշը Հայաստան դաշինքից բարձր լիներ, ես կարծում եմ այն ժամանակ մենք պարտավոր էինք ուղղակի մասնակցել։ Իսկ ինչ վերաբերում է միավորող ուժին, ապա կարծում եմ, որ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը այո, ուժեղ Հայաստանն է եւ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել։ Շատ շնորհակալ եմ։ Դուք ձեր ելույթում հայտարարեցիք, որ ես էլ ունեցել եմ իմ սխալները, ինչպես այս աշխարհում ցանկացած մարդ։ Դուք ձեզ հարց տվել եք, որն է եղել ձերեն ամենամեծ սխալը, որի պատճառով ձեզ մերժեցին ու դրանից հետո անգամ Փաշինյանի վերած ավերներից, պատերազմից հետո վերադարձ ձեզ չեղավ այն ամենը։ Պարզ չէ, որ ես միշտ այս 8 տարիների ընթացքում ինքս հարցրել եմ, բայց եկեք պայմանավորվենք, որ հիմա այդ հարցին չպատասխանեմ, ես չեմ բացառում, որ տեսանելի ապագայում, այսինքն իմ հրաժարականի օրը, ես մի հոդված կհրապարակեմ, որտեղ այդ մասին կխոսեմ, որովհետև այդեն հարցն է, որ գրավոր խոսք է սիրում, էլի, մի անգամ գրես, մտածես, փոխես, դզես, ուղես, որ մնա միշտ։ Շնորհակալ եմ։ Բայց քանի որ Հարության ավետիստ նրանց լինելու եկեղեցիներում ջրակալույցի պատարակն է ավարտվում պետության հարության համար ինչ 3 կարևոր այսպես բաղադրիչ կա, որ այսօր պակասում է, ինչ պետք է անի ընդդիմությունը ձեր այս փորձառու տարիների, որ հերվից նայում եք։ Միջև վերջ պետք է նվիրվի այն սուրբ գործին, որը տանելու է առաջ, որը երկրում իշխանափոխություն է անելու։ Դրանից առավել կարևոր ոչինչ չկա։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ 15 րոպեից ավել մնացել։ Փաշինյանի հրաժարականն է չվերարտադրվել է սուրբ գործը։ Հա, բա ի՞նչ է։ Իհարկե։ Ես խնդրում եմ ձեզ։